Ոնց էր ամենաքաղաքակիրթ ու յուրահատուկ հայը իր երաժշտության ակունքը գտնում գյուղում։ Էս էլ է պատմություն, իհարկե, էլի եվրոպական աչքի տակ ունենալով ազգայինի տարատեսակը հստակեցնելու եղանակով։ Եվրոպան երբ է սկսում անդրադառնալ գյուղականին, գեղչկականին, ֆոլկլորին, եւ ինչու է դա անում։ Ձանձրույթից։ Բնավ։ Եվրոպան սկսում է անդրադառնալ մինչև 19-րդ դարի, 18-ի վերջ, 19-ի սկիզբ, եթե մենք հիշենք եվրոպական մշակույթի պատմության մեջ, դա կլասիցիզմ, նրանից առաջ մի քիչ ուրիշ բան է, այսինքն դա կուլտուրական մարդու, մշակութային մարդու կերպարն է թագավորում այդ մշակույթում, այդ մշակույթներում։ Դա կրթված մարդու չափանիշն է, ցենզն է։ Եվ ավելի արքայական ժամանակի դաստիարակվող կրթությամբ կերպարանք առած անհատականության գաղափար։ Նոր իրականությունը, որ սկսում է ձևավորվել արդեն իսկ այդ կլասիցիզմի ժամանակներում եւ ֆրանսիացի լուսավորչական շարժումների ընդերքում, իսկ հետո գերմանական իրականության մեջ գրոհի եւ փոթորկի, ուրեմն ժամանակի արվեստում մի քիչ ավելի ուշ վաղ ռոմանտիկական դպրոցներում, իդեպ երաժշտության կամ արվեստի մասին չի խոսքը, մտած գեղագիտություն, արվեստի փիլիսոփայություն, այդ իմաստով դպրոցներ, Յենյան դպրոց, Հայդելբերգյան դպրոց եւ այլն, առաջին անգամ սկսում են ուշադրություն դարձնել ժողովուրդներին։ Եվրոպացիները կարիք ունեին ժողովուրդներին ճանաչելու, տարբերակելու։ Սկզբում դա շատ պրագմատիկ հարց էր հավանաբար, մանավանդ բրիտանացիների համար, նրանք առևտուր էին անում ամբողջ աշխարհում, մեծ հսկայական կայսրություն ունեին, ամբողջ ժողովուրդներին պիտի տարբերակեին իրար հետ, դիվանագիտական հարցեր պարզեին, փորձում էին հասկանալ դրանց բնավորությունը, տարբերակել, տեսակավորել, եւ այլն։ Այստեղից սկսում է հետաքրքրությունները, բայց վաղ ռոմանտիզմի եւ ռոմանտիզմի շրջանում առհասարակ աստիճանաբար մշակույթի առանցքը դառնում է բնական մարդը, ոչ թե այն կրթվածը, այն մշակույթակիրը, բնական մարդը։